Երբ որ եկա ասեցի, այսօր ձեզ հյուր եմ եկե, աղջիկներն ասեցին, չէ, դու մեր հյուրը չես, դու մեր ընտանիքի անդամն ես, ճիշտ է։ Սխալվեցի, ես եկել եմ իմ տուն, հալելույա, հորս տուն, ձեր հետ միասին, շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ ու շատ սիրտս ուրախությունով եկել եմ փոխանցելու այն ամենը, ինչ որ Տերը դրել է սրտիս մեջ, ամեն սիրելիներ ջան։ Եվ խոսքիս վերնագիրը հետևյալն է. իսկ դու հարցնում ես։ Հետաքրքիր է, երբ որ աղջիկներով խոսում էինք, նոր սուրճ էինք խմում, մեր աստղիկը նույն մի պատմություն պատմեց ու ասեց, եւ ես իրան ասեցի, իսկ դու հարցնում ես, ու ես ասեցի, ինչքան անուշ է, որ Տիրոջ հոգին այստեղ է ու գործում է Տիրոջ հոգին։ Ուրեմն ուշադիր լսի, Տերը այս փոքր մարդու միջոցով բան ունի փոխանցելու, իսկ դու հարցնում ես, ամեն սիրելիս։ Ուրեմն սկսենք պատմությունը Հեսու գրքից, Հեսու 9:23, եկեք բացենք Հեսու 9-րդ համար, և գրված է սիրելիներս, Հեսու գրքում գրված է սիրելիներս, գիտեք, որ Հեսուն Աստծուն լսելով Երիքովը գրավում է, ամեն, և 9:23-ում գրված է սիրելիներս, գրված է 9:3 համարից կներեք, 9-րդ համարից, գրված է 23-ը սիրելիներս, բայց Գաբավոնի բնակիչները սիրելիներ, քանանացիներ էին, իրանք թշնամիներ էին, Աստծո թշնամիներն էին, Գաբավոնի բնակիչները, երբ որ լսում են, որ Հեսուն Երիքովը վերցրել է, Գաբավոնը գտնվում էր 40 կիլոմետր Երիքովից ու մտածում են, որ Հեսուն հաստատ մեզ էլ է ավիրելու, որովհետև իրանք քանանացիներ էին, դիմում են խորամանկության, ինչ են անում, եկեք կարդանք, գրված է Գաբավոնի բնակիչները լսեցին, ինչ որ Հեսուն Երիքովին և Գային արել էր, և իրանք էլ խորամանկություն բանեցրին, գնացին պաշարներ պատրաստեցին, իրենց էշերի վրա հին քուրձեր, հին պատառոտած և կարկատած գինի տիկեր դրին, իրանց ոտքերին հնացած և կարկատած տրեխներ և հին շորեր իրանց վրա առան, և նրանց պաշարի բոլոր հացը չորացած բորբոսնած էր, և գնացին բանակը Հեսուի մոտ Գաղգաղայումը, և ասացին նրան, և Իսրայելի մարդկանցը, ինչ ասացին, իրանք խորամանկության դիմեցին, ինչ-որ հին քուրձեր, բաներ հագան, հին պաշար վերցրեցին, բորբոսնած եկան ու ասացին, մենք հեռու երկրիցն ենք գալիս, ուստի հիմա մեզ հետ դաշինք դրեք, այն ժամանակ Իսրայելի մարդիկը այն ղևացիներին ասացին, իրանք քանանացիներ էին, ղևացիներ էին, բայց չգիտեին իսրայելցիք, որ իրանք քանանացիներ էին, որ իրանք խաբում են, իրանք ծպտված էին եկել, խաբելով էին եկել, շողոքորթելով էին եկել, իսրայելցիք ասացին, գուցե դուք մեր մեջ բնակվող եք, ձեզ հետ ինչպես դաշինք դնենք, սիրելիներս, երկրորդ օրինացում 20:16-18 պետք չի բացել, գրված է, որ Աստված ասել էր, այն երկիրը, որ դու մտնես, այդտեղի բոլոր ժողովրդին կավիրես, որ չլինի, թե որ իրանց պիղծ չաստվածների ուսմունքները ձեզ սովորացնեն, գարշելի բաները, դիվային բաները ձեզ սովորացնեն, այսինքն իսրայելցիք գիտեին, որ իրավունք չունեն այդ երկրում, այդ թշնամի էին իրանք համարում, բայց թշնամին գաղտնի խորամանկաբար, ինչ անում, մոտենում ու ասում ենք հեռվից ենք եկել, տեսեք մեր շորերը հնացել են, այնքան ենք քայլել, մեր ուտելիքը փչացել է, այնքան երկար եղել ճանապարհը, ու իսրայելցիք ասում են, բայց գուցե դուք մեր մեջ բնակվող եք, ինչպես ձեր այդ դաշինք կնքենք, իսկ նրանք ասացին Հեսուին շարունակությունը, մենք քո ծառաներն ենք,
Եվ Հեսուն նրանց ասաց. դուք ով եք, որտեղից եք գալի։ Եվ նրանք ասացին. հիմա արդեն խորամանկությունը անցնում է շողոքորթության։ Քո ծառաները շատ հեռու երկրից են գալիս, քո Եհովա Աստծու անունի համար, որովհետև նրա համբավը եւ Եգիպտոսի մեջ բոլոր արածները լսեցինք, եւ նաեւ ամեն ինչ որ արավ Հորդանանի այն կողմի ամորհացիների երկու թագավորներին եւ այլը եւ գրվածա 11-ի կեսից շարունակենք, մենք ձեր ծառաներն ենք, հիմա մեզ հետ դաշինք դրեք։ Եվ եկեք 9-ի 14-ը կարդանք, եւ մարդիկը վեր առան նրանց այն պաշարի պատճառովը, իսկ Տիրոջը չհարցրեցին։ Տիրոջը չհարցրեցին, Տեր, դու ինչ ես ասում, ովքեր են այս մարդիկ։ Իրանք հավատացին իրանց աչքի տեսածին ու ականջի լսածին։ Ու այդտեղ իրանք սխալվեցին, սիրելիներ, որովհետև իրանք դաշինք դրեցին Աստծո թշնամիների հետ, որոնց հետ որ իրանք պետք է դաշինքի մեջ չմտնեին ու Աստծով երթում արեցին, որ ուխտի մեջ են մտնում, դաշինք են կնքում, ու որովհետև արդեն դաշինք էին կնքե, գրված է, երբ որ ճշմարտությունը իմացան, գրված է, որ իրանք չկարողացան, գրված է 19-ից 9-ի 19-ից, մենք Իսրայելի Տեր Աստծովը նրանց երթում արինք, հիմա էլ չենք կարող նրանց դիպչել էլ, ոչ մի բան չենք կարող անել։ Հիմա վերադառնան վերնագրին, իսկ դու Տիրոջը հարցնում ես, սիրելիս, իրան գրված է, իմ համար այդ համարը, որ կարդում եմ, իհարկե այս տարիներ եմ այս համարը կարդացել, երբ որ կարդացել եմ Հեսուի գիրքը գրված է, իսկ Տիրոջը չհարցրեցին, ինչքան ցավոտ է, մենք փոքր մարդիկս, ինքը ամենակարող, հրաշալի մեր հայրը Աստվածը, Տիրոջը չհարցրեցին։ Եվ գրված է, որովհետև Տիրոջը չհարցրեցին, այս համարը կուզենամ ես, որ գցենք սիրելիներս, գրված է, ինչ կլինի, եթե Տիրոջը չհարցրեցին։ Թվոց 33:55, եկեք այս համարը արագ բացենք, սիրելիներս, Թվոց 33:55, գրված է, բայց եթե այն երկրի բնակիչներին ձեր առաջից չքշեք, այն ժամանակ, որին որ նրանցից ողջ թողեցիք, ձեր աչքերի համար փուշեր եւ ձեր կողերի համար տատասկներ կլինի եւ ձեզ կնեղեն ձեր բնակած երկրումը։ Իսկ ինչ ալում, երբ որ մենք Տիրոջը չենք հարցնում, գրված է խոսքը, ձեր աչքերի համար փուշեր, ձեր կյանքի համար փշեր եւ ձեր կյանքի համար տատասկներ կլինեն։ Ես մի անգամ, սիրելիներս, իմ կյանքի համար հարցվեցի Տիրոջը, Տեր ինչի, մի բնակավարում, որ փուշ ու տատասկ էր, ու ասեցի, Տեր ինչի, ես ձեզ Տիրոջ ներկայության մեջ եմ ասում, որ Սուրբ Հոգին իմ սրտի հետ խոսած, ասաց, իսկ դու ինչ, հարցրեցիր դուստրս, ասեցի, չէ Տեր, չհարցրեցի, ասեց, բա, ինչ ես ուզում, բայց ասեցի, Տեր, ես այն ժամանակ քեզ չէի ճանաչում, էդ էլ կա, Գործք Առաքելոց 17:30-ում, եթե գցես այս համարը, գրված է, որ Աստված անտեսը անում տգիտության ժամանակները եւ այսօր ամենքիս կոչ է անում ապաշխարելու, եթե այն ժամանակ չէր ճանաչում, այսօրվանից ամեն քո որոշումները, ամեն քո խորհուրդները Տիրոջը հարցրու։ Իրապես ես չէի ճանաչում, բայց գրված է Աստված անտեսամ, լավ Սյուզան դուստր, անտես եմ անում, այդքան բարի է մեր Տերը, չի ասում դե որ չես հարցրել ուրեմն գնա, բայց գրված է ժողովուրդ։ Մեր ընտանիքներում հիմա եթե դու սիրտդ քնես ու տենաս, այնքան բաներ ա եղել, դու Տիրոջը հարցրել ես։ Քո ամուսնության որոշման ժամանակ դու Տիրոջը հարցրել ես։ Քո ուսման ժամանակ դու Տիրոջը հարցրել ես։ Քո բիզնեսները որ սկսել ես, դու Տիրոջը հարցրել ես։ Տեսնում ենք փլուզված կյանքեր, ձախողված կյանքեր,
տեսնում ենք տխուր պատմություններ, եւ մեր աստղիկուրն էլ այդպես մի հատ տխուր պատմություն պատմում այսօր, ու հետո սկսում են մարդիկ Աստծուն մեղադրել, բա ուր է Աստված, որ սենց բան էր, իսկ դու Տիրոջը հարցրել ես։ Աստվածաշունչը պարզ ասում է, եթե չհարցնես, եթե չշարժվես Տիրոջ ուղղությունով, ապա այն տատասկ, փուշ, կծակի ամբողջ կյանքդ։ Ամեն սիրելիներ, սիրելի երիտասարդներ, սիրելի մեծահասակներ, ձեր որոշումները, ձեր խորհուրդները, ինչպես են կայացնում սենես, աչքի տեսածով, կամ մի իրավիճակ է ստեղծվել, հա, թեկուզ եկեղեցում, կամ տանը, կամ ինչ-որ մի բան, մի իրավիճակ է ստեղծվել, այս մեկը էս ասում, այն մեկը այն ասում, ականջները զնգզնգում է, աչքերը տենում է, թող ամեն բանը տե գնաց ունկերիդ վրա ու ասա Տեր, ամուսինս էս ասում, կինս էս ասում, սկեսուրս էս ասում, հարսս էս ասում, իսկ դու ինչ ես ասում, կարևոր է իմանանք ինքը ինչ ասում, ամեն սիրելիներ ջան, օրհնյալ է մեր Տերը, իսկ դու ինչ ես ասում Տեր, իր ասածը ապահով է սիրելիներս, ամեն, մեր թանկագին օրինակը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, եկեք այս համարը կարդանք, մեր օրինակը սիրելիներս ով է քո թանկագին օրինակը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, միանշանակ ամեն, մարդը չի, ավագը չի, առաջնորդը չի, հովիվը չի, այլ Հիսուս Քրիստոսը մեր օրինակն է, ու ինքը իր ապրած ամեն կյանքի ընթացքում մեզ օրինակ է թողել, եթե դու Աստծո խոսքը Սուրբ Հոգով շատ լավ ես կարդում ու ուսումնասիրում, դու անպայման կգտնես այդ օրինակները, ամեն, եկեք նայենք ինչ է գրված 8-րդ գլխում Հովհաննես 8, այս պատմությունը շատ լավ գիտեք սիրելիներ, Հովհաննես 8-րդ գլուխ, գրված է Հովհաննեսի 8-ում, գրված է երկրորդ համարից եւ առավոտյան դարձյալ եկավ տաճարը եւ բոլոր ժողովուրդը նրա մոտ էր եւ նա նստած սովորեցնում էր նրանց դպիրները եւ փարիսեցիները մի կին բերեցին նրա մոտ շնության մեջ բռնված եւ նրան մեջտեղը կանգնացնելով նրան ասացին վարդապետ այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս Եվ օրենքում Մովսեսը պատվիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծվեն։ Իսկ հիմա դու ինչ ես ասում։ Այս փարիսեցիները շատ վատ մարդիկ էին, բայց մի հատ ճիշտ հարց էին տալի ու ճիշտ մեկին էին հարց տալի։ Վատը լինելով ճիշտ հարց էին տալի։ Տեր չէին ասում, բայց իսկ հիմա դու ինչ ես ասում։ Ամեն։ Հիսուսը չգիտեր, որ Մովսեսի օրենքում գրված է սիրելիներ քարկոծել նման կանանց։ Իհարկե գիտեր։ Բայց մենք հետո տեսնում ենք Տեր Հիսուսը մի հատ հետաքրքիր բան է անում, շատերը գիտեք ու կարդացել եք։ Ինքը կարծես մի պահ ցած է կռանում, մատով գրում է հողի մեջ եւ մի պահ դադար է վերցնում։ Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոսը միշտ լսել է Սուրբ Հոգուն, միշտ լսել է Հորը Սուրբ Հոգու միջոցով, Տեր Հիսուսը միշտ կախված է եղել Հորից Սուրբ Հոգու միջոցով ու միշտ ամեն իր որոշումների, եթե Տեր Հիսուսը, հապա ես ու դու սիրելիներս, ապա ես ու դու ինչքան պետք է կախված լինենք մեր երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով, ամեն, ու պատասխան վերցնենք ամեն մեր ամեն իրավիճակներում եւ ինքը կռացած մի բան է ծռվելով գրում հողի վրա եւ հետո բարձրանում է ու ամենափառավոր պատասխանն է տալի համաձայն է սիրելիս ամենահրաշալի պատասխանը ամենաերկնային պատասխանը այդ ժամանակ Մովսեսում գրված էր որ նման կանանց պետքա քարկոծային բայց ինքը շատ հրաշալի պատասխան է տալի երկնային իմաստունության իմաստունների պատասխանն է տալի ով որ անմեղը թող առաջինը այդ քարը առնի ու խփի այդ կնոջը
ու փարիսեցիները կամած սրտների մեջ հանդիմանվելով քարերը թափում են ու հեռանում են։ Ու Հիսուսն ասում է. «Կին, որտեղ են քո մեղադրողները»։ Գնացին, ես էլ քեզ չեմ մեղադրում։ Գնա ու էլ մեղք մի գործի։ Բայց մեր խոսքիս վերնագիրն է, դու հարցնում ես նրան, սիրելիս, դու հարցնում ես նրան։ Ամեն օր հարցնում ես նրան։ Գուցե քարոզի ժամանակ ոմանքս գնացինք մեր երիտասարդություն, մանկություն, հիշեցինք ինչքան առանց Տիրոջը հարցնելու որոշումներ ենք կատարել, ինչքան փոսերի ու քարերի ենք, տատասկների ու փշերի ենք հանդիպել, որովհետև չենք հարցրել։ Այսօր ապաշխարության օր է։ Այսօր Տերը մոռանում է ամեն տգիտություն։ Այսօր որոշում կայացնելու օր է, որ Տեր սրանից հետո, ինչպես իմ Տեր Հիսուս Քրիստոսը քեզանից կախված ա եղել ու ամեն իր որոշումները կայացրել է քեզ հարցնելով, առավել եւս ես։ Ամեն սիրելիներս։ Եկեք շարունակենք մի քանի համարել, սիրելիներ ջան։ Գրված է Եսայա 11:2-4-ը, շատ անուշ համար է։ Եսայա 11:2-4-ը։ Ես մինչև բացեմ։ Գրված է Հիսուսի համար, նայեք սիրելիներս, նկարագրվում է մեր Տեր Հիսուսը։ Եվ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին։ Սա մեր Տիրոջ մասին է խոսքը, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին, եւ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է, եւ ուշադիր լսի ինչա գրած, եւ նա իր աչքի տեսածի պես չի դատի, եւ իր ականջի լսածի պես չի հանդիմանի, այլ արդարությամբ կդատի։ Ինչ? Հիսուսի համար գրված է, որ ինքը իր աչքի երևույթով տեսա, աչքերը մեզ խափում են, սիրելիներս, կարաս հավատաս, որ քո աչքերը քեզ կարան խափեն, քո աչքերը կարա մի բան շատ գեղեցիկ ցույց տան, մինչդեռ դա գեղեցիկ չի, քո ականջները կարան քեզ խափեն, Տեր Հիսուսը ինքը իր աչքի տեսածով չի շարժվե, ականջի լսածով չի շարժվե, այլ միշտ կախված է եղել Սուրբ Հոգու միջոցով հորից ու շարժվել է, հորը հաճեցնելով, հորիցը լսելով, հորիցը առնելով, գրված է նա իր աչքի տեսածով ու ականջի լսածով չի դատի։ Հովանես, վերադառնանք Հովանես 5-րդ գլուխ, սիրելիներս։ Հովանես 5-րդ գլուխ 30 համարում ասում է, մի րոպե, սիրելիներ ջան, գրված է Հովանես 5 Եկեք կարդանք Հովանես 5:19-ից, ճշմարիտ ասում եմ ձեզ, որդին իրանից ոչինչ չի կարող անել, թե որ չտեսնե հորը անելիս։ Որտեղ ա եղել Հիսուսի աչքերը, ասում է աչքի տեսածով չի դատի, չտեսնե աչքերս հորն եմ տվել, հորից եմ առնում, ամեն, և հիմա նայեք, գրած է ոչինչ չի կարող անել, իսկապես ոչինչ Տեր Հիսուսը չէր կարող անել, շատ բան կարող էր անել, բայց ինքը ընտրել էր իր աչքերը տալ հորը, ընտրել էր իր որոշումների ժամանակ աչքի տեսածով չշարժվել, ականջի լսածով չշարժվել, այլ տալ հորը ու ճշմարտությունը հորից առնել շարժվել, այնքան կարևոր է ժողովուրդ, այնքան կարևոր է այդ, մեր աչքի տեսածով, մենք սիրելի երիտասարդներ, որ դեռ զույգեր չունեք, դու կարող ես քո աչքի տեսածով ասես, այս ինչ լավն է, այս ինչքան, իսկ դու հարցրել ես Տիրոջը, այդ շատ լավը, որ քո աչքի տեսածով է, մի օր կարող է փուշ ու տատաս կլինի քո կյանքում, եթե դու չհարցնես Տիրոջը,
լավը Տիրոջից է գալիս սիրելիներս ու քո ականջներին է չպետք է լսես որ այդ շողոքորթով ոնց որ գաբավոնացիկ եկան ու շողոքորթությամբ խափեցին իրանք է Տիրոջը չհարցրեցին ամեն եթե իմ Տերը գրած է աշկի տեսածով չեր որոշում կասնում ու դատում առավել եւս ես գրածա ես ոչինչ չեմ կարող անել միջև իմ աշկերը հորս եմ տվե չտեսնեմ հորը անելիս եւ միտեղ էլ գրված է նաեւ ականջների մասին գրված է Հովանես 5:30-ում մի րոպե սիրելիներ ջան Հովանես 5:30 Ես ինձանից նորից նայեք ոչինչ չեմ կարող անել ինչպես լսում եմ այնպես եմ դատում եւ իմ դատաստանը արդար է Գիտես քո որոշումը դատաստանը խորհուրդը երբ կլինի արդար երբ որ դու ասես գիտես ես ես Տիրոջից եմ առել հուսամ հասկանալի է, հա, պարզեմ խոսում սիրելիներ։ Հուսամ հասկանալի է։ Հիսուսն ասում է իմ դատաստանը արդար է, ինչի, որովհետև ես իմ աչքի տեսածով ու ականջի լսածով չեմ շարժում, այլ ես հորից եմ առնում։ Այդ ասում է մեր թանկագին Տեր Հիսուս Քրիստոսը, ասում է ես ոչինչ չեմ կարող անել, եթե չտեսնեմ ու եթե չլսեմ։ Ուրեմն մեր աչքերն ու ականջները ում պետք է տանք Սուրբ Հոգուն, ամեն։ Ու մից պետք է առնենք Սուրբ Հոգուց։ Եվ երբ կլինեն մեր որոշումները ու մեր խորհուրդները քո բոլոր սիրելիներ, գիտեք, մարդիկ եմ ճանաչում, եկեղեցիներում վիրավորվան, դռները շրխկացրին, թողին գնացին, առել էիք Տիրոջից, որ էդի արեցիք։ Թե ձեր աչքերի ու ականջների էմոցիոնալ քրիստոնյաները միշտ դատապարտված են փշերի ու տատասկների։ Ամեն ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ, որ այս խոսքը մեծ հետագից թողի ձեր կյանքում, մեր կյանքում։ Ես իմ կյանքում շատ փորձառություն ունեմ, երբ որ իմ աչքերը լրիվ ուրիշ բան ասե, ականջներս լրիվ ուրիշ բան ասե, եւ երբ որ գնացել եմ Տիրոջ առաջ, Տերը լրիվ ուրիշ բան ասե, ու հասկացել եմ, թե ինչքան խաբված մարդ եմ ես իմ ֆիզիկական աչքերի ու ականջների պատճառով։ Ամեն ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Տերը։ Գրված է ես ոչինչ չեմ կարող անել։ Դուք ասես Սյուզան, բայց Ֆիլիպեցիների 4:13 ասում է ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Այո, սիրելիներս, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, որի հիմքն է, որ ես ոչինչ չեմ կարող անել առանց Սուրբ Հոգու։ Եթե դու այդ հիմքը քաշես ու մենակ էմոցիոնալ ասես ես ամեն բան կարող եմ, հիշի, որ դու գնալու ես ու միտեղ գլուխդ խփելու ես, կներես, որ տենց եմ ասում, հիշի, կախվածությունը միայն Սուրբ Հոգուց, սիրելիներս, կախվածությունը միայն Սուրբ Հոգուց։ Մատթեոս 5-րդ գլխում մի հրաշալի լեռան քարոզ կա, որ 9 երանելիները Տեր Հիսուսը ներկայացնում է, բոլոր գիտեք, չէ, սիրելիներս։ Ես միշտ այդ պատկերացրել եմ, որ 9 երանելիները, երանի, չէ, անգլերեն blessed, ոնց է խզեիխն, հոլանդերեն, ինչքան հրաշալի է, չէ, այդ երանի այդ մարդուն։ Միշտ պատկերացրել եմ, որ այդ 9 երանելիները մի հատ գանձատուփ է, սիրելիներս, որը բացվում է իմ համար բանալի երանելիով, որը առաջի երանելին է, երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի արքայությունը։ Իսկ գիտես այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ Տեր, ես կախվում եմ քեզանից, իմ աչքերը տալիս եմ քեզ, իմ ականջները տալիս եմ քեզ, իմ տեսողությունը, իմ լսողությունը ու կախվում եմ քեզանից։ Այդ գանձատուփը բացում է մյուս երանելիները։ Ամեն սիրելիներս, օրհնյալ է մեր Տերը։ Ես հիմա ուզում եմ
Մի պատմություն պատմեմ սիրելիներս, հետո 5 տականից 2 հատ համար նորից կնայենք իրար հետ ու կվերջացնենք։ Ամեն։ Ասում են 2 եղբայր են ելում այդ պատմությունը տենց։ Մեծ աղբերը ու փոքր աղբերը։ Փոքր աղբերը գայս է մեծ աղբորը ասում է։ Գիտես, ասում է, պապան ասել է, որ երկիր մոլորակը պտտվում է։ Պտտվում է արեգակի շուրջը։ Հա, գիտենք երկիրը պտտվում է արեգակի շուրջը ու իր առանցքի շուրջն է, չէ՞, պտտվում։ Ու ասում է, որ պապան ասեց, որ մենք պտտվում ենք արեգակի շուրջը։ Մեծ աղբերն ասում է, չեմ հավատում։ Ասում է, ինչի՞։ Ասում է, դե որովհետև տեսնում եմ, որ արևը առավոտը արևելքից դուրս եկավ, շարժվեց, իրիկունը արևմուտքով մտավ։ Ես տեսնում եմ արևն է պտտվում, արևն է շարժվում։ Իսկ մենք, ես չեմ տենում, չեմ զգում, որ հավատում եմ։ Չեմ հավատում։ Փոքր աղբերը մի հատ խելացի դեմք է ընդունում, մտածում։ Ասում է, իսկ ես պապային կհավատամ։ Պապան որ ասել է, պապային կհավատամ։ Ու ճշմարիտ է, որ երկիրը պտտվում ասելն ես, իսկ արեգակը չի պտտվում։ Դա նշանակում է ֆիզիկական մեր աչքերն էլ մեզ կարան խաբեն, ամեն, բայց մեր երկնային հայրը իր ասածը ճշմարտություն է։ Եկեք մենք պապային հավատանք, հա սիրելիներ ջան։ Եկեք մեր կախվածությունը պապայի վրա առնի։ Եկեք Սուրբ Հոգուց կախված լինենք։ Քո ամեն բանը, քո բիզնեսը, քո ապագան, քո ընտանիքը, քո երեխեքի ամեն բան, սիրելիներս, ես չեմ ասում միջամտեք երեխեքի ամուսնությունը, բայց գնացեք ծունկերի վրա, հարցրեք, Տեր, էսա, Տեր, դու ես կամեցել, Տեր, ուզում ես որ տենց լինի, խնդրում եմ սիրելիներ, այդտեղ ապահովություն կա, այլապես հիշեք այդ համարը թվոց 33, փուշ ու տատասկ, հետո չասեք, բա ուր էր Աստված, բա դու ուր էր, որ Աստծուն չհարցրեցիր, ամեն սիրելիներ ջան, ձեր բիզնեսը, ձեր ամեն բանը, ամեն։ Հիմա ուզում եմ մի հատ համար էլ կարդանք գրված առաջի թագավորաց 23-րդ գլխում, ավելի պարզ Աստծուն հարցնելու դրվագները չի նկարագրում, քան հին ուխտում Դավիթ թագավորը, չէ՞, այնքան պարզ է սիրելիներ ջան, եթե նոր ուխտում մենք նայեցինք մեր Տեր Հիսուսին ու տեսանք, թե ինքը ոնց ասում, ես չեմ կարող ոչ մի բան առանց Տիրոջ, բայց հին ուխտում պարզ գրած է, Դավիթը գնաց Աստծո մոտ, հարցրեց, Դավիթը գնաց Աստծո մոտ, հարցրեց, Դավիթը 3 անգամ չի հարցրել Աստծուն, ու դրա համար էլ սխալվել է, առաջինը, որ շատ կանայք ունեցավ, կարար Մովսեսի ու Հեսուի նման մի կին ունենար, երկրորդը Բերսաբեի հարցում չի հարցրել Աստծուն, երրորդը մարդկանց հաշվելու հարցում չի հարցրել Աստծուն, ու մի անգամ ժանտախտ եղավ, մյուս անգամ գիտեք ինչ պատմություններ եղավ, ինչքան չի հարցրել, փուշն ու տատասկը կյանքում եղել է սիրելիներս, բայց ինքը լավ սիրտ է ունեցել, ես Դավիթ թագավորի պատմությունները որ կարդում եմ, սիրտս լցվում է շատ, սիրել է Աստծուն, ժողովուրդ, սիրել է Աստծուն իր սրտով, անգամ երբ որ մեղանչել է, ընկել է Տիրոջ առաջ, իրան մարդ, բան, հեղինակություն, անուն, թագավորություն, ոչ մի բան չի հետաքրքրել։ Եկեք մենք էլ այդպես սիրենք Աստծուն, ժողովուրդ, սիրենք Աստծուն մեր ամբողջ սրտով, ամեն, ամեն, ու միշտ հարցնենք իրան։ Գրված է առաջի թագավորաց 23-ում, Առաջի թագավորաց 23-ում գրված է, եկեք պատմությունը արագ մի քիչ պատմեմ, որ հասկանալի լինի սիրելիներս։ Դավիթ թագավորը փախնում է Սավուղի երեսից, գիտեք առաջի թագավորը Սավուղն է ալնում, լավ սկսում է ահավոր ավարտ ունենում, մինչև անգամ գնում է կախարդների մոտ ու ինքնասպան ալնում վերջում, պատերազմի դաշտում, այտենց է կարա լինի, այսպես հրաշալի օծված սկսել ու վերջում ինքնասպան լնել։ Սարսափելի է, սիրելիներս։ Իսկ Դավիթ թագավորին սկսում է ինքը նախանձել ահավոր ու Դավիթը փախնում է Սավուղի երեսից ու հետաքրքիր է գրված է 23-ի սկզբից, որ Կելիայի հետ փղշտացիները պատերազմեցին։ Կելիացիները էլի իսրայելացիներ էին,
Փղշտացիները հարձակվել էին ու կելիացիք դիմում են Դավիթին, ասում են խնդրում ենք էլի, արի այդ քո փոքր 400 հոգանոց ինքը գունդ ա ունենում, արի մեզ օգնի։ Ու նայեք գրված է 23-ի առաջի թագավորը գրած է Դավիթը Տիրոջը հարցրեց. գնամ ես փղշտացիներին զարկեմ, Տերը Դավիթին ասաց, նայեք ինչ պարզ է գրած սիրելիներս դե։ Իսկապես Սյուզան Տերը խոսում է, սիրելիներս, Տերը խոսում է, այո, մեր սրտերի մեջ խոսում է Տերը։ Տերը Դավիթին ասաց, գնա փղշտացիներին զարկ եւ Կելիան ազատի։ Եվ Դավթի մարդիկը նրան ասացին, ահա մենք այստեղ Հուդայի մեջ վախենում ենք, փախել ենք Սավուղից, վախենում ենք, հիմա էլ գնանք մտնենք այս պատերազմի մեջ։ Դավիթի զորավար ընկերները սկսին իրան կասկած բերել, ասացին ուր գնանք, ինչ գործ ունենք։ Դավիթը դարձյալ գնաց Տիրոջ մոտ եւ ասաց. վեր կենամ, գնամ։ Եվ Տերը նրան ասաց. վեր կաց Կելիա իջի, որովհետև փղշտացիներին քո ձեռքը կտամ։ Հետաքրքիր է, Դավիթը նորից է գնում երկրորդ անգամ հաստատություն առնելու, Տերն է չի ասում, տղա ջան, հո դու բան չես, նոր ասեցի։ Ամեն, մեր Տերը շատ հավատարիմ է։ Հիմա պատմությունը ինչ արում, սիրելիներս, Տերը ասաց գնա ջարդի փղշտացիներին Կելիան ազատի, գնում է։ Պատկերացնում եք Կելիացիք ոնց էին ուրախացել։ Շատ, չէ՞։ Փղշտացիներից ազատես։ Պատկերացնում եք ինչ երգեր էին երգում երևի։ Դավիթ ջան, ապրես, դու եկար, ազատեցիր, ինչքան հիմա լավ է, պրծանք ես փղշտացիների, չէ՞ ժողովուրդ ջան։ Հիմա լսեք, Սավուղը լսում է, որ Դավիթը մտել է Կելիացիների մոտ։ Սավուղը ու որոշում է կայացնում գնա իջնի Կելիացիների մոտ ու Դավիթին բռնի։ Ու հիմա Դավիթը մտածում է, դե ես իրանց ազատել եմ, փրկել եմ, sense լավություն եմ արել, մեր քուրներ ասում, չէ, լավության մասին, ոնց կարող է իրանք ինձ հանձնեն Սավուղի ձեռը, չէ, նոր շնորհակալ էին, երախտապարտ էին, գոհ էին այդքան, չէ։ Բայց Դավիթն ասում է կապ չունի, աշկերի սոականջներից չհավատամ, գնամ մի հատ է Տիրոջ մոտ, ասեմ, էլի գիտեմ, դե որ երբեք ասես վատություն ինձի չեն անի լավության փոխարեն, բայց գնամ մի հատ Տիրոջ մոտ, հարցնեմ։ Որոշում է, որ գնա։ Ու գնում է։ Եկեք նայեք ինչ է գրած։ Գրված է Դավիթը գնաց 23-ի 10-ից։ Եվ Դավիթը ասաց. Եհովա Իսրայելի Աստված, քո ծառան լսեց, որ Սավուղը ուզում է գալ Կելիայի վրա, որ փչացնե քաղաքը։ Իմ պատճառովը արդյոք Կելիայի բնակիչները ինձ նրա ձեռքը կմատնեն։ Եվ գրված է ծառայիդ լսածի պես Սավուղը կիչնե, ով Եհովա Իսրայելի Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնիր, պատասխան տուր։ Եվ Տերը ասաց. Սավուղը կիչնե։ Եվ Դավիթ ասաց. իսկ Կելիայի բնակիչները ինձ եւ իմ մարդկանցը Սավուղի ձեռքը կմատնեն։ Եվ Տերը ասաց. կմատնեն։ Իսկապես հասկանում եք, սիրելիներ, ինչ եմ ուզում ասեմ, որ մենք երբեք մեր հասկացողությունով պետք է չշարժվենք։ Իսկապես այն բարությունները, որ ես արել էի, այտենց կանեն, Տերը ասես կանեն։ Ու Դավիթը տեղից փախնում է, իր կյանքը փրկում է, որովհետև լսեց Տիրոջը։ Իսկ եթե ասեր ոնց կարող է սկսել իր հասկացողությունով վերլուծել, ոնց կարող է ես լավություն արել, իրանք վատություն եւ այլ, այս մեր հայոց պատմությունը, չէ, կարող է սպանվեր այդտեղ ու ավարտվեր մեր Դավիթ թագավորի պատմությունը, բայց օրհնյալ է Տերը, օրհնյալ են Դավիթի նման ծառաները ու օրհնյալ ես դու, որ այսօրվանից միշտ հարցնելու ես Տիրոջը, չէ՞ սիրելիներս։ Օրհնյալ է մեր Տերը։ Ամեն։ Եվ վերջի պատմությունն է պատմեմ ու խնդրեմ Արտակ աղբորս գա կամաց նվագի սիրելիներս։ Այս մի պատմությունը շատ լավն է, Ծննդոց 13 8-րդ գլխում է գրված եւ վերջացնում եմ սիրելիներ ջան։ Ծննդոց 13 8-րդ գլխում ես ուզում եմ սիրելիներս, որ այսօրվա խոսքը դաջվի մեր սրտերում։ Ամեն։ Այսօրվա խոսքը պրակտիկ ձևի սիրելիներս։
դաջվի մեր սրտերում, որ մենք ամեն քայլափոխին հարցնենք Տիրոջը։ Տիրոջը չհարցնել, նախ Տիրոջ սրտին է ցավացնում։ Մի անգամ մենք Աստվածաշնչյան վերլուծության ժամանակ խոսում էինք Սուրբ Հոգուն տրտմեցնել որն է։ Այդ մեծ տրտմեցումը, երբ որ անտեսում ենք ամենակարևորին։ Դու կարող ես հասնես ամուսնուդ, կնոջդ, երեխեքիդ կարծիքը, մամայիդ, կեսուրիդ, հարսիդ, հարևանիդ, բայց ամենակարևորի կարծիքը անտեսես։ Ու իրապես իրան կտրտմեցնի դա շատ։ Ծննդոց 13-րդ գլխում մի հատ լավ պատմություն կա Աբրահամի ու Ղովտի մասին։ Էլի կարճ պատմեմ, որպեսզի պատկերավոր լինի, հետո դուք կարող եք տունը կարդալ։ Աբրահամը Ղովտը լինում է Աբրահամի եղբոր որդին, այսինքն Աբրահամը իր հոպարն է ալնում։ Ու իրանք, ինչպես գիտեք, սիրելիներս, իրար հետ 13-րդ գլխում գրված է, որ իրանք իրանց հովիվներն են ունենում, որոնք արածացնում են իրանց գառներին, միասին են ապրում, բայց մի անգամ Աբրահամի ու Ղովտի հովիվների մեջ կռիվ է անգնում, 13:8-ից գրված է։ Ու Աբրահամը, որ հոպարն է ալնում, ու մեծահասակ է ալնում, չէ, հոպարը իր աղբոր տողուց ինչքան մեծահասակ է, չէ, բայց ինչ խոնար սիրտ է ունենում, ասում է, թող իմ ու քո մեջ ու մեր հովիվների մեջ կռիվ չլինի, ըստ որում մենք եղբայրներ ենք։ Իրանք եղբայր չեն լում են հոպար ու աղբոր տղա, բայց Աբրահամը այտենց խոնար սիրտ է ունենում։ Ու ինչ ասում Ղովտին։ Ղովտին ասում է, բոլոր երկիրը մեր առաջին չի, բաժանվիր ինձանից։ Եթե ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ։ Եթե դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ։ Ու հիմա նայեք ինչ համար է գրած ժողովուրդ։ Եվ Ղովտը իր աչքերը բարձրացրեց։ Ինչ արեց։ Եվ Ղովտը իր աչքերը բարձրացրեց ու տեսավ ինչ Հորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորը ջրած էր, եւ Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչև Սեգովր Եհովայի դրախտի պես էր արել։ Ասում է անտրի ուր ես ուզում գնաս։ Ղովտը իմաստուն դեմքը ընթնում, աշկերն է բարձրացնում, ուտենում է, սիրուն, արոտավայրեր, հարստություն, աչքերով տեսնում է ու ընտրում է իր կործանումը։ Ընտրում է իր կործանումը ժողովուրդ։ Այնքան մարդիկ ընտրում են իրենց կործանումը, ինչքան ցավոտ է։ Այսօր աշխարհը, որ նայում ես, իրենց աշկերը բարձրացնում են, աշխարհի հարստությունները, հաճույքները ու ընտրում են իրենց կործանումը, կործանված մարդիկ, ավիրված մարդիկ, ավիրված ընտանիքներ, ավիրված կյանքեր, մտքեր, խորհուրդներ, խելագարության հասնող, որտեղ մի ժամանակ աշկերները բարձրացել էին ու բան էին տեսել, գնացել էին հետևից թակարդի նման, ընտրում են իր կործանումը։ Ինչպես գիտեք, Ղովտի կործանումը շատ ցավոտ էր։ Սոդոմն ու Գոմորը, որ կործանվեց, ու Ծննդոց 19-րդ գլխում գրված է, որ այնքան կործանվեց ու այնքան ինքը ընկա, որ իր աղջիկները անգամ իր պապային խմացնում են ու իր հետ պարկում են ու ծնում են Աստծո թշնամիներին։ Ծնում են Աստծո թշնամիներին, սիրելիներս։ Մովաբացիներին ու ամոնացիներին։ Այդքան խորը կարալնի կործանումը։ Ժողովուրդ, այս գիրքը չի գրած, որ ոչ գեղարվեստական գիրք է, որ մենք կարդանք, այս գիրքը կյանքի գիրք է։ Դու որ հիշես, շատ մարդկանց կճանաչես, որ աչքերով ընտրեցին իրանց կործանումը ու երբեք չասեցին Տեր, իսկ դու ինչ ես ասում։ Իմ աշկերը ես ուզում, ականջներս ես ուզում, իսկ դու ինչ ես ասում։ Կործանում ընտրեցին ժողովուրդ։ Իսկ հետո մի քիչ անցնում է,
Ղովտը իր իմաստուն որոշումը կայացնումը։ Մարդիկ այսօր սիրներ, այսօր մարդկանց համոզելով բերում ենք եկեղեցի։ Միթե աչքերից ու ականջներից խաբված չեն այդ մարդիկ։ Ժողովուրդ մեծ խաբերությունը։ Մենք, որ այստեղ ենք, մեզ Տերը պատիվ արել, որ մենք այստեղ ենք Տեր։ Ժողովուրդ, ամեն բան մի օր ավարտվելու է։ Ու նայեք աշխարհը ինչ փոսերի ու ինչ տիղմի, ինչ ցեխի, ինչ կեղտի մեջ է։ Ինչ ահավոր է, ինչ խղճալի վիճակում է։ Որտեվ իրանք խաբված են աչքից ու ականջից, լուրջ, խաբված մարդիկ են, խաբված։ Փողի մոլուցքը տանում է ճահիճներ, Հայաստան աշխարհը, որ եղել է մեր թանկ երկիրը, ամեն տեսակի պղծություն, ամեն տեսակի փողի մոլուցք, ամեն տեսակի ամուսնական անարդարություն, անմաքրություն, Սոդոմ ու Գոմոր շատ ընտանիքներում ու շատ ժամանակ, Ղովտի պատմությունն է, ցավոտ է։ Ես իմ աղջկան միշտ ասում եմ, Քրիստոսին հետևելը երբեմնի քարքարոտ է։ Աստվածաշունչն ասում է նեղ ու քարքարոտ է այս ճամփեն, բայց այս ամենաապահով ճամփեն է։ Այս ամենաապահով ճամփեն է, ու մեր նավակը կհասցնի նավահանգիստ։ Ու մեզ կհասցնի Տերը մինչև վերջ։ Սիրելիներ ջան, երբեք մի ասա, հոգնել եմ, չեմ ուզում։ Չէ, սիրելիս, մենք ապահով ենք իր մեջ, շատ ապահով։ Մեր նավը կհասնի նավահանգիստ։ Ու մեր վերջին օրը մեր ժպիտներով մեր աչքերը կփակենք ու կմտնենք մեր փափագելի երկնային արքայությունը, ամեն սիրելիներ, մեր հոր մոտ կգնանք, այն կառուցված իր որդիների ու դուստրերի համար։ Ուստի վազի Տիրոջ տուն, ուրիշներին է քաշի աղոթի։ Ամեն։ Ղովտը իր աչքերով ընտեց կործանում է։ Հենց Ղովտը ընտրեց, շատ եմ սիրում ես համար։ Կգցես այս վերջի համարն է սիրելիս։ Ղովտը ընտրեց, առանձնացավ։ Ծննդոց 13-14 հենց Ղովտը առանձնացավ, Եհովան ասաց Աբրամին նրանից բաժանվելուց հետո, հիմա Եհովան է խոսում, հիմա մեր երկնային հայրն է խոսում, ու ասում է աչքերդ բարձրացրու Աբրամ, մտիկ տուր քո եղած տեղիցը, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի արևելք, դեպի արևմուտք, որովհետև այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, Տեր ասում է, ես եմ ասում հիմա, քեզ եմ տալու ու քո սերնդին հավիտյան։ Օշնյալ լինի իր անունը, ամեն սիրելիներ, օշնյալ լինի իր անունը, եկեք բարձր ծափահարենք մեր Տերերի Տիրոջը, արքաների արքային, փառավորին։ Գիտես, հիմա Տեր ասում է, տղես աղջիկս, աչքերդ վեզ բարձրացրու, օշնելու եմ սերունդներդ, հավիտենական կյանքի ժառանգորդներ եմ դարձնելու քո սերունդներին, աչքերդ տուր ինձ, ականջներդ տուր ինձ, ամեն, օշնյալ է մեր Տերը։ Սիրելիներս, մեծ շատ կարճ վկայություն եմ ուզում տամ ու ավարտում եմ։ Տարիներ առաջ իմ ուսման վերաբերյալ է շատ, երբ որ եկել ենք մի 20 տարի առաջվա պատմությունը, ես իսկապես չգիտեի ինչ սովորեի, չգիտեի, չէի կողմնորոշում, հոլանդերենը սովորեցի ու Երևանում չեմ ավարտել, սովորել էի ու թողել էի, Բրյուսելում սովորել 3-4 տարի, վերջի տարին տենց ամուսնացանք ու ամեն բան թողեցինք, ու որ եկել էի ստե դե թուղթ չունեի, բան չունեի, ու աղոթում էի, Տեր բա ինչ անեմ, ու մտածում էի, դե գնամ քարտուղար, ինչ որ սեկրետարես կամ ադմինիստրացիոն մի բան, մաթեմատիկայից թույլ եմ, մտածում էի ինչ անեմ, ու աղոթում էի, բայց որոշել էի, երևի տենց էլի մի բան տենց քարտուղար։ Հետո ամուսնուս հետ գնացել էինք հիվանդանոց, նստած էինք, մեկ էլ Սուրբ Հոգին հետս խոսած, անկեղծ, հրաշալի է Տերը, ու ասեց,
Արա այն ինչ արել ես։ Այդքան ինձ հերիք էր, որ ես հասկացա, որ ինք ուզում է, որ ես անգլերենի ուսուցչուհի դառնամ։ Արա այն, Հովոյին ասում, Հով, Աստված հետս խոսած, ասում եմ, ինչ ասեց։ Ասում եմ, ասեց, որ արա այն ինչ արել ես։ Դրա մեջ ես հասկացա, այդ մի կոնտեքստի մեջ հասկացա, որ ինք ուզում է, որ ինչ որ ես Երևանում սովորել եմ, ստեղ այդ դառնամ։ Ասում եմ, Ով Աստված ասեց, որ ես ուզում եմ, որ ես անգլերենի ուսուցչուհի դառնամ։ Արա այն ինչ արել։ Ո՞ւմ ասես, ինչ ես խոսում, այսուս ոչ թուղթ ես բերես տե, ոչ ասել ես, որ ես սովորել ես։ Այդ ո՞նց պետք է լինի։ Այդ ինչպես կլինի, Մարիամը հարցրեց, եւ հրեշտակը ասեց Սուրբ Հոգի կիշխնի եւ այն կծնվի, ամեն, այդ ինչպես կլինի։ Հոգուց եկածը հոգին էլ առաջնորդում է ու ծնվում է, ամեն սիրելիներս։ Մի խոսքով զանգեցի Երևան ընդեղա, ասեցի պատահաբար թղթերս ուղարկեցին, միջդեռ որ Կոմիտաս էի ես այն ժամանակ սովորում ու Բրյուսովը գնացել էր Թումանյան, այդքան ու երբ որ տալս գնացել էր այդ թղթերի հետևից, իրան ասել էին, մենք զարմանում ենք, որ քո հարսիկի թղթերը ստեղ է, որովհետև Կոմիտասում որ իր թղթերը չէր վերցրել, լրիվ արխիվային վառել գնացել ենք, բայց իմ թղթերը իջել էր Թումանյան։ Ու հետո ժողովուրդ ջան, այդ թղթերը ուղարկեցին, ես այստեղ ոնց որ վարդիրն արեցի, արժեքը ոնց որ նայեցին, ինչ կարամ սովորեմ, ասեցին կարաս ինստիտուտի 3-րդ կուրս գնաս, որովհետև դիպլոմ չունեի։ Թուղթ ուղարկեցին, որ 4 տարի Բրյուսով սովորել եմ Երևան, անգլերենի, հայրենի բաժանմունքը։ Մի խոսքով սիրելիներ ջան, հետո որ գնացի Ուտրեխտ եմ սովորել, հոխսխոլ, գնացի դեկանի մոտ թղթերը արագ եղավ բանման, ասես գիտես ոնց որ Այն որ կա է, որ ասում են գլխիդ ոնց որ են կլոր հրեշտակի բան, ճիշտ ես ասում, հրեշտակ չեմ, բայց տիրոջ աղջիկն եմ։ Շատ հետաքրքիր է սիրես, ավարտեցի ու անմիջապես անցա աշխատանքի ու գիտեի, որ Տերն ա տվել։ Ու ասեք, հրաշալի էր չէ աշխատելը։ Ժողովուրդ սարսափելի էր առաջի տարիները աշխատելը։ Որտեվ դե ես օտարազգ հոլանդացի երեխեքի հետ ու դեռ պետք է փորձառություն ունենաս, հələ մեջդ քեզ պետք է հաղթես, հետո այդ երեխեքին հաղթես, ճեղքես, ընդ ես նամանավանդ հիմա միշտ FVO, HAFO, որ գիտի, այդ դասարաններն եմ տվել, բայց մի հատ կադր դասարան կար, ինձ ուղղակի գժվացնում էին։ Այն աշճան վատ էի, որ գայս էի, գործիքը դնում էի, գիտեք, գործիք ունեմ, նվագում էի, որ այդ դեպրեսիան վրիցս գնար։ Ու ասում էի, ու ամենակարևորը ընդունվել էի քրիստոնեական դպրոց։ Աշխատում եմ ընդ արդեն 20 տարի, սիրելիներս։ Ու ասում էի, Տեր կող, այս քեզ սխալ եմ լսել։ Եթե լսել եմ, այս ամեն ճանապարհը գնաց, ինչի է այսքան դժվար, Տեր։ Ինչի է այսքան դժվար։ Անգամ սկսեցի կարող է ես քեզ սխալ եմ լսել։ Ու մտածում էի, ու իհարկե ամեն անգամ, երբ որ ես քրիստոնեական դպրոցում ես սովորում եմ, ամեն առավոտ սիրելիներս, մենք իրավունք ունենք Աստծո խոսքից խոսալ։ Դե գոլեգաներս ընդ ժուրնալներից են խոսում, կարդում, ես միշտ Բիբլիան, Աստծո խոսքը միշտ խոսում եմ, բացատրում եմ։ Ու մի անգամ տենց շատ աղոտ կարեցի լաց եղա, ասի Տեր դու ես տվել, գիտեմ, լսել եմ քեզնից, բայց ինչ է այսքան դժվար։ Ինչ եմ ուզում ասեմ, կարա եւ դժվար լինի, բայց համբերի, եթե դու գիտես, որ Տիրոջից է սառը, համբերի, ամեն սիրելիս։ Ու որ արդեն սենց Տերին չանեմ աղոթում էի, մեկը մի հատ նամակ է ինձի գալի, վերջացնում եմ։ Մի հատ Յոբ անունով հոլանդացի տղա կար, հենց այդ առաջի տարին էր, ու հետ էլ Աստծո պատասխանն էր։ Յոբը գրել էր, Տիկին Խաչատրյան, հոլանդերեն գրել էր։ Ես շատ ուրախ եմ, որ դուք եք իմ ուսուցիչը, ուրախ եմ, որ դուք մեզ անգլերեն եք սովորացնում, որտեղ դուք շատ լավ անգլերեն եք սովորացնում։ Ու հետո եւ շատ ուրախ եմ, որ դուք մեզ պատմում եք Հիսուսի մասին։ Օրհնյալ է մեր Տերը։ Այդ իմ հաստատությունն էր, ասի Տեր, դժվար լինի, թե հեշտ լինի, ես պետք է առաջ գնամ։ 20 տարի ժողովուրդ, ամեն անգամ իմ շրջանավարտներին, որ գնում են մեր դպրոցից արդեն ուրիշ դպրոց, բարձրացնում եմ անգլերենի գիրքը, ասում եմ երեխեք, էս մենակ գլխի համար է։ Հետո բարձրացնում եմ Բիբլիան,
ասում եմ, էս մեր հոգու հացն է, էս ամենակարևորն է, ու ես հավատում եմ ժողովուրդ, որ երբ որ ես գնամ երկինք, իմ աշակերտներից շատերին ընդե տեսնելու եմ, ու գիտեմ, որ Սուրբ Հոգին երբեք չի սխալվում, ու գիտեք Սուրբ Հոգին ինչի է այնց օգնեց, որ ես հենց ես բնակավարում, որ ես կարողանամ այդ աշակերտներին պատմել Հիսուսի մասին, օրհնյալ է մեր Տերը, եկեք ոտքի կանգնենք սիրելիներ ջան։